հարգելի ֆուտբոլացիներ, մենք վերադառնում ենք այսօր Փյունիկի մարգադաշտից եւ սկսելու ենք մեգալիգայի արդեն նոր մրցաշրջանը։ Եվ այժմ այսօր մենք կտեսնենք լրիվ նոր թիմեր։ Թիմերից մեկը Իսպանիան է, լրիվ նոր կազմով եւ երկրորդ թիմը Ուրուգվայն է։ Մեկնարկել հանդիպումը ես ներկայացնեմ թիմերի մեկնարկային կազմերը։ Ուրուգվայ համար 1 Արման Գևորգյան, համար 3 Էդմոն Գրիգորյան, համար 4 Վահիկ Գերանոսյան, համար 5 Ռոբերտ Բրատկին, համար 6 Սմբատ Բոյակչյան, համար 7 Էլիլ Պողոսյան, համար 8 Սեդրակ Հովհաննիսյան, համար 9 Հրաչ Թադևոսյան, համար 10 Էդգար Բաղդասարյան, համար 11 Դավիթ Անտոնով, համար 12 Անդրանիկ Խաչատրյան, համար 77 Սամվել Խաչատրյան։ Եվ այսպես Իսպանիայի մեկնարկային կազմը դարպասապահ Լովա Ծատուրյան, պաշտպաներ Սերժո Ավակիմյան, Հարություն Սիմոնյան, կենտրոնական կիսապաշտպան Արման Մնացականյան, Արման Դադիյան հարձակվող, կենտրոնական կիսապաշտպան Վահե Վարդանյան, կենտրոնական հարձակվող Սմբատ Աբովյան, կենտրոնական կիսապաշտպան Սարգիս Մուրադյան, հարձակվող Էրիկ Պողոսյան, աջ եզրային հարձակվող Էրիկ Շուխյան, աջ եզրային հարձակվող Ռուբեն Սահակյան, ձախ եզրային հարձակվող Ռաֆա Անդրանիկյան, աջ հարձակվող Բենիկ Խաչատրյան, ձախ պաշտպան Վազգեն Վարդանյան, ձախ պաշտպան Արամայից Ավետիսյան, աջ պաշտպան Վարուժան Էրոյան։ Եվ այսպես մեկնարկած է հանդիպումը հարգելի ֆուտբոլացիներ, գնդակով են այժմ Իսպանիայի ֆուտբոլիստները, եզրային նետում ենք տեսնելու։ Եվ այստեղ կարծես թե դադար է տեղի ունեցել, կանգնեցրել են հանդիպումը, հանդիպման մրցավարը կարծես թե այստեղ նեսվածք ստացավ Իսպանիայի ֆուտբոլիստներից մեկը Լովա Ծատուրյանը։ Ախպեհավորն է։ Օգնում են նրան անկերները առաջին իսկ րոպեներին ծավալի հարված կարող է լինել Իսպանիայի թիմի համար։ Արդեն չի բացում մոտս։ Կարծես թե փոփոխություն է տեղի ունենում խաղադաշտում։ Վերադառնում ենք խաղադաշտ հարգելի ֆուտբոլացիներ, սկսված է հանդիպումը փոփոխություն տեղի ունեցավ Իսպանիայի կազմում։ Դարպասապահը փոխարինվեց, այո, այստեղ պայքար գնդակի համար, գնդակով են։ Կարծես թե Իսպանիայի ֆուտբոլիստերին է անցնում գնդակը, այո, այդպես էլ կա, նետված է գնդակը, Ուրուգվայի ֆուտբոլիստներն են այժմ գնդակով փորձում են գրող կառուցել, փոխանցում այստեղ հետ, այժմ գնդակը անցնում է Իսպանիայի ֆուտբոլիստերին, անցում, խլում են այստեղ Ուրուգվայի ֆուտբոլիստները գնդակը, բայց գերազանց է գործում նաև Իսպանիայի կիսապաշտպանը, փոխանցում, վտանգը Պետրոսյան։
Ավելի սկսած մեր քննիները։ Արենի ասխոտա։ Ֆրանսիա։ Ապա դու միացա ես դրանց ծխկանը։ Սանյորդ օր Մեգա լիգան մեկնարկում է երկրորդ եթերաշրջանը բացման հանդիպմանն ենք ականատես լինելու արդեն հանդիպումը մեկնարկել է մենք մի փոքր ուշացումով ենք միանում եթերին, բայց միանում ենք մեծ սպասումով, որ այս տարի ավելի գեղեցիկ, ավելի դիտարժան թիմեր ենք տեսնել Որտում են կազմակերպել Իսպանիայի ֆուտբոլիստները այս մրցաշրջանում որոշ թիմեր մնացել են, որոշ թիմեր եկել դեպի դաշտի կենտրոն որոշները թարմացրել հիշեցնեմ, որ մեգա լիգան այս մրցաշրջանում նոր համակարգով դա ենք փորձում այժմ ցկին իսպանացիներն հանդիպման հաշիվը գրում իսպանացիները շատ արագ ծանոթանանք թիմերի կազմերին, Տուգանային հրապարակ ինչպես հարցնել հեռացված է գնդակը, բայց այժմ ցկին իսպանացիներն են տիրում գնդակին Ոխանցում ետ ամբողջ կազմը ներկայացնում Ֆրանսիայի Մկրտիչ Ավետիսյան համար 1, Վարդան Պետրոսյան համար 2, Սերյոժ Առաքելյան համար 6, Լևոն Պետրոսյան համար 7, Էդգար Թորոսյան համար 8, Պողոսյան Արման համար 9, Յուրա Մանուկյան համար 10, Ռաֆո Մաթեոսյան համար 15, Ռոման Բոժիկյան, որը այսօր դարպասապահն է համար 16, Անտոն Գասպարյան համար 17, Տիգրան Մարգարյան համար 18, գնդակով Հովանյան Արտացյան, Իմինասում է փոխանցման նրանց գնդակ ուրուգվայցիները Միշտ մեկնյալ Թիմի ավակ Ռուբեն ավակը համար 91 Գեղեցիկ է խաղում այս փոխանցման փորձ եւ փակված Սիրունյան, Հովնան Բաղդասարյան, Դավիթ Կարապետյան, Աշոտ Արաբաջյան, Արտուր Արտուր Բերիխանյան, Աշոտ Մարգարյան, Արման Կարապետյան, Արման Մուրադյան, Մուշեղ Բաղդասարյան, Լևոն Կարապետյան, Աշոտ Հարությունյան, Իսպանիայի ֆուտբոլիստի եւ քնի հարված դարպասից Ուրուգվայի դարպասապահի փորձ ունենք կարգավորել, ես իմանալու եմ դաշտին, խաղադաշտում վտանգավոր ոչինչ դեռ տեղի չի ունենում Բելգիայի հավաքականն է գնդակով եւ այստեղ լավ վնասված ստացել լինի եւ նետուն Ուրուգվայի ֆուտբոլիստներից մեկը Բելգիայի հավաքականը Մաթեոսյանը ոտքի Նոդար Պետրոսյան միայնակ է Էրմիթալվոց նոր պասապարտ Ռոմանը ստակերազանց են գործում իսպանացիները այստեղ հեռացրեց գնդակը Ֆրանսիայի պաշտպանը եւ արագակագրող վտանգավոր Էրմիթալվոց հատված է գնդակը իսպանացիներն են գնդակով փոխանցման փորձ անհաջողել այս փոխանցումը կլինի ազատ հարված Արման Գևորգյանի պաշտպանած դարպասից հարկեց գնդակը Գևորգյանը ուժեղ փոխանցում առաջ պայքար գնդակի համար Հովակիմյանը հավաքականն է գնդակով պայքարում գնում են այժմ գնդակով իսպանացիները փոխանցում առաջ
Այստեղ գերազանց է գործում Ուրուգվայի պաշտպանները, ուժեղ փոխանցում Իսպանիայի պաշտպանի կողմից, փոխանցում տուգաներ հրապարակ, վստահորեն որսում է գնդակը, սուրը վեցավարը, կաղուների խախտում է տեղի ունեցել դաշտի կենտրոնում, ընկել է Իսպանիայի ֆուտբոլիստը, Փոխեց գնդակը Թորոսյանին, աչալուրջ էին, հեռացրեցին գնդակը, Թորոսյան լավներ երկրորդ հարկում, Աղտես, Իսպանիայի նացված ստացած ֆուտբոլիստը ամեն ինչ կարգին է, Մաթևոսյան, կարելի է շարունակել հանդիպումը, Ցիկեր Մաթևոսյան, հարված, Տուգանային իրավունք են հաստատել այստեղ իսպանացիները, երկու շերտը տանգավոր կարող է ստացվել, Մաթևոսյանը հարված և ինչպես հակում են իսպանացիները, ուրուգվայցիները ներողություն եմ խնդրում, հարվածի ճանապարհը դրի անկյունային, ստացվեց ինչպես ցանկանար։ Դոմե Բելգիայի հավաքականը աչքերով այստեղ կանոնների խախտում ըստ մրցավարի Թորոսյանը խախտել կանոնները փոխանցված է գնդակը ևս մեկ եզրային նետում կտեսնենք Ուրուգվայի կատարմամբ ֆուտբոլիստները դեռ չեն կարողանում Թորոսյանը ուծել գնդակի մեջ հայտնվում է Ֆրանսիայի հավաքականի Հովակիմյանն է շարժվում կանոնները խախտում է արձանագրում խաղի մրցավարը Հովակիմյանի կողմից Տուգանայի հավաքականի 8 համարը գրավում է Ֆրանսիայի հավաքականի դարպասը և հաշիվը դառնում է ուժեղ փոխանցում Տուգանային հրապարակ դարպասը որսում է գնդակը Պաղարկեցին իսպանացիները պայքար գնդակի համար, բայց իսպանացիները շարունակում են ունալ գնդակով և ինչպիսի կորուստ է այստեղ իսպանացիների կատարմամբ փոխանցում և Իսպանիայի դարպասապահը որսում է գնդակը ևս մեկ գրոհ են այստեղ ձեռնարկում ուրուգվայցիները և դարպասապահը որսում է կրկին գնդակը պաղարկեցին գնդակը իսպանացիները շիվը դեռ բացված չէ մեզ մոտ 0-0 մնում են գնդակով իսպանացիները փոխանցում ինչպիսի փոխանցում է անցնում այնտեղ բայց Ուրուգվայի դարպասապահը գերազանց է գործում կրկին Գևորգյանը հարկում են այժմ գնդակը ուրուգվայցիները անցում վտանգավոր կարող է ստացվել բայց Իսպանիայի դարպասապահը որսում է գնդակը իսպանացիներն են այժմ գնդակով տեղափոխություն հարթակման գից հարվածի փորձ և հակված է հարվածի ճանապարհը հարված և ինչպեսի սեյվի հեղինակ է դառնում այստեղ Գևորգյանը այժմ գնդակով են ուրուգվայցիները մնում են այստեղ իսպանացիները գնդակը բայց նաև շատ արագ կորցնում են այնտեղ կարծես թե նշված է ստացել Իսպանիայի ֆուտբոլիստներից մեկը բայց ամեն ինչ կարգին է կարելի է այժմ շարունակել հանդիպումը եզրային նետում կլինի իսպանացիները գնդակը կմտցնեն խաղադաշտ գնդակով են այժմ
Ուրուգվայցիները, բայց իսպանացիները խլեցին այստեղ գնդակը, կենտրոնում իսպանացիները փորձում են հարձակման եղանակներ խնդրում պաշտպաններին և այստեղ կանոնների խախտում ցույց է տալիս մրցավարը։ Շարունակում է հանդիպումը մեզ մոտ հարգելի ֆուտբոլաստերներ, իսպանացիներն են այժմ տիրում գնդակին, պաշտպանությունից փորձում են հենց գրոհը կառուցել, փոխանցում կենտրոնական հարձակվողին, վտանգավոր կարող է ստացվել, հարված և բարձր է ստացվում այստեղ Իսպանիայի հարձակվողի հարվածը։ Աբովյանն է այնտեղ հարվածողը։ Շարունակում է հանդիպումը հարգելի ֆուտբոլաստերներ, այժմ Ուրուգվայի ֆուտբոլիստներն են գնդակով Շարունակվում է ուրուգվայցիների գրոհը և այստեղ հարված դարպասից կլինի և կարծես թե փոփոխություն է տեղի ունենալու Իսպանիայի կազմում, այո, խաղադաշտ տքում է Աբովյանը և նրա փոխարեն խաղադաշտ է մտնում այստեղ ամառ 15-ը Իսպանիայի հավաքականի կազմում Պողոսյանը։ Արկում են այժմ իսպանացիները գնդակը, Սիմոնյան աղում է Հովակիմյանի հետ, այո, ուղղություն խնդրում փոքրինչ տեխնիկական խնդիրների համար այժմ շարունակվում է հանդիպումը անկյունայինից փոխանցում և Ուրուգվայի ֆուտբոլիստներն են խլում գնդակը, փորձում են հակագրոհ կառուցել, բայց գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից և կլինի եզրային նետում Ուրուգվայի կատարմամբ կտեսնենք։ Եվ կանոնների խախտում է այստեղ արձանագրված մրցավարը, այժմ կուբանային հարված կտեսնենք։
Ներողություն եմ խնդրում։ Պատրաստում է իրականացնել տուգանայինը։ Այո։ 25-րդ րոպեն է։ Հաշիվը դեռ մեզ մոտ բացված չէ, 0-0։ Հալված և հակում են իսպանացիները գնդակի ճանապարհը, Ուրուգվային է մնում գնդակով, փոխանցում է տուգանային հրապարակ, պայքար է այստեղ գնդակի համար, հալված և բարձր է ստացվում այս հալվածը։ Լինի հալված դարպասից իսպանացիների կատարմամբ։ Եվ վերջ, արգելի ֆուտբոլասերներ, կարծես թե ավարտված, այո, ավարտված է հանդիպման առաջին խաղակեսը, Ուրուգվայ-Իսպանիա 0-0, կվերադառնանք ընդմիջումից հետո և կշարունակենք դիտել այս հետաքրքրաշարժ հանդիպումը։
Եվ այսպես վերադառնում ենք հարգելի ֆուտբոլասերներ Իսպանիա Ուրուգվայի հանդիպմանը հիշեցնում եմ որ մեգա լիգայի ուղի եթերում շարունակում ենք հետևել առաջին տուրի հանդիպումին եւ այժմ Ուրուգվայցիները այստեղ խլեցին գնդակը բայց շատ արագ նաեւ իսպանացիներն են վերադարձնում իրենց գնդակը շարժում են առաջ իսպանացիները բայց այնտեղ սուլում է մրցավարը Իսպանիայի ֆուտբոլիստն է այստեղ վնասված ստացել Եվ կարծես թե լինի Վերադառնում ենք հարգելի ֆուտբոլասերներ Այո, ընդակով են այժմ Ուրուգվայի ֆուտբոլիստները Փոխանցում աչ եզր Փոխություն կենտրոն Այդտեղ փորձում է թողնել խաղընկերոջը ստացվում է հաջող Իսկ մեկ գետ փոխանցում Փոխանցում Նակի կորուստ հարվածի փորձ և Ձև է ստացվում այս հարվածը Իսպանիան այժմ գնդակով իրենց տուգանային մատույցներում Նախանցում դարպասապահին Ուժեղ տեղափոխություն առաջ Ետ դեպի կենտրոն Հարվածի փորձ և Շեղ է ստացվում այս հարվածը Եվս մեկ հարված դարպասից կտեսնենք Հարկված է գնդակը Իսպանիայի ֆուտբոլիստների Կողմից Նովակիմետը թողեց խաղընկերոջը Այստեղ ուժեղ փոխանցում առաջ դեպի տուգանային հրապարակ կարճում է գնդակից իսպանացի ֆուտբոլիստը բայց հաջող չկասեցրեց գնդակը եւ այժմ Նովակիմյան Փոխանցում կենտրոն Ստանում են իսպանացիները աչ եզրում գնդակը Այդ այստեղ գերազանց է գործում Ուրուգվայի պաշտպանը Հալում են այստեղ իսպանացիները գնդակը Գերազանց գործեց Հովակիմյանը թողեց խաղընկերոջը Մտնում է, փորձում է մտնել պայքարի մեջ Հովակիմյանը Ստանում է գնդակը Հովակիմյան Օտենում է տուգանային հրապարակին բայց Շատ է իրենց առաջ թողնում գնդակը և տեսնենք արված դարպասից Ուրուգվայի հավաքականի կողմից Իսպանացիներն են այժմ գնդակով Նովակիմյան Դարպասապային փոխանցում դարպասապահը ուղարկում է առաջ գնդակը այստեղ ուրուգվայցիներն են խլում գնդակը
Խաղարկում եւ այստեղ Հովակիմյանը հայացքով ճանապարհում է գնդակը դաշտի սահմաններից դուրս ունի արված դարպասից ոչ այստեղ եզրային նետում կարծես թե իրացնեն Ուրուգվայի ֆուտբոլիստները Արկեցին գնդակը Ուրուգվայցիները Տեղափոխություն հակադարձ եզր եւ այստեղ գնդակը դուրս կգա դաշտի սահմաններից եւ եզրային նետում են վաստակում իսպանացիները Գնդակի համար խլում են այստեղ Ուրուգվայցիները բավականին վտանգավոր դիրքում բայց վերադարձում են գնդակը իսպանացիները Հովակիմյան Տեղափոխություններ հակադարձ եզր Այդ Ուրուգվայցիները վերադարձին գնդակը եւ այժմ գրովում են չեն շտապում իհարկե Ուրուգվայցիները Բրատկին փոխություն կենտրոն բայց այստեղ ում են իսպանացիները եւ շատ արագ էլ կորցնում գնդակը Բրատկին Գեղեցիկ էր այստեղ Բրատկինի կատարմամբ Այքար գնդակի համար Ուրուգվայցիները շարունակում են մնալ գնդակով հարվածոք Ինչպիսի փրկություն էր այնտեղ Իսպանիայի դարպասապահի կատարմամբ Զում իսպանացիներն են խաղարկում գնդակը փոխանցում կենտրոն Շարժվում են առաջ իսպանացիները դաշտի կենտրոնով հարված եւ շատ վտանգավոր է այստեղ փրկում է Ուրուգվայի հավաքականի դարպասապահ Գեորգյանը իր թիմին եւ անկյունային կտեսնենք Իրացված է անկյունայինը բարձրից փոխանցում Այստեղ ուժեղ է ստացվում փոխանցումը գնդակը դուրս է գալիս եզրային գծից Բրատկինը գնդակը արագ մտցնում է խաղադաշտ Ուժեղ փոխանցում Գրիգորյանի կողմից կարճում են գնդակից Ուրուգվայցիները Անգավոր կարող է ստացվել Հարված և Հովակիմյանը փակում է այս հարվածի ճանապարհը և կլինի անկյունային Հովակիմյանը պետք է դուրս բերի գնդակը այստեղ պայքարում է Հովակիմյանը փորձում է սկիզբ դնել իր թիմի հակագրոհին Այս ստացվեց, այստեղ հակագրոհել դիրքային գրոհի կվերածվի այժմ Իսպանիայի գնդակի տիրապետությունը Հովակիմյան խաղընկերոջը այստեղ անհաջող գործողություններ իհարկե Հովակիմյանը վերադարձնում է գնդակը այքար այստեղ գնդակի համար Իսպանացիները շարունակում են մնալ գնդակով Հարված և փակված է հարվածի ճանապարհը և սուլում է մրցավարը այնտեղ Դեմքին է գնդակով հարված ստացվել Ուրուգվայի ֆուտբոլիստը Պետք է դադարեցնել իհարկե հանդիպումը Ուրուգվայի դարպասապահ Գեորգյանը անկյունային կտեսնենք Իսպանիայի կատարմամբ Դարպասաձողն է այստեղ փրկում Ուրուգվայի ֆուտբոլիստերին այ քեզ դրվագ, այ քեզ անկյունայինի խաղարկում բայց այժմ Ուրուգվային է պատասխանում Բրատկին
Փոխանցում կենտրոն։ Իրքային դրոյի վերածվեց այս հակագրողը։ Աջող էր այս փոխանցումը Հովակիմյանի կատարմամբ, բայց մնում են գնդակով իսպանացիները հարված եւ շեղը ստացվում կլինի հարված դարպասից որ Գնդակով են իսպանացիները այքար գնդակի համար և ուրուգվայցիները վերադարձրին իրենց գնդակը արվածի փորձ այստեղ և դարպասապա իսպանիայի հավաքական և կարծես թե փոփոխություններ այո փոփոխություններ են տեղի ունենում ուրուգվայի կազմում Արկված է գնդակը և այստեղ առաջինը ուրուգվայի դարպասապա իհարկե կլինի ուժեղ նետումով գնդակը մտցնում է խաղադաշտ երկրորդ հարկում իհարկե հաղթեց ուրուգվայի 6-րդ համարը բայց գնդակը վերադառնում է իսպանիայի հավաքականին և շատ արագ կորցնում են իսպանացիները իրենց իսպանացիները և այստեղ այքար գնդակի համար և վտանգավոր կարող է ստացվել ուրուգվայցիները քիչ էր մնում այստեղ գրավեին դատարկ դարպաս իսպանիայի հավաքականի և Հովակիմյանը վերջին վարքյանին գնդակը հեռացնում է անկյունային անցում և այստեղ իսպանիայի դարպասապա արագ վերցնում է գնդակը ուժեղ հարվածով մտցնում է խաղադաշտ երկրորդ հարկում այստեղ պայքար գնդակի համար վտանգավոր կարող է ստացվել բայց փոխանցում ուժեղ ստացվեց այնուամենայնիվ գնդակով են իսպանացիները բայց այստեղ գնդակի կորուստ իսպանիայի Netbat ուրուգվայցիներն են այժմ գնդակով նաչ եզրում փոխանցում ետ ֆուտբոլիստերը Հովակիմյանն է մնում գնդակի մոտ փոխանցում Մին հրապարակ հեռացնում է դարպասապա և այնտեղ կահավների խախտում է ցույց տալիս մրցավարը Ակցակում դարպասապայի վրա Պայքար նակի համար Հովակիմյանը փոխանցում է և դարպասապահին կարծում է գնդակից փորձում է կարճել իսպանիայի ֆուտբոլիստը, բայց հեռացրեցին գնդակը ուրուգվայի ֆուտբոլիստները երկրորդ տեմպով է գրովում իսպանիան Ախիեզերով և այստեղ անկյունային է վաստակում իսպանիայի ֆուտբոլիստը Ռադիյանն է իրացնելու այս անկյունայինը Փոխանցում հարված և գնդակը հայտնվում է դարպասում և այստեղ գոլի հեղինակ է դառնում Հովակիմյանը Գոլային փոխանցման հեղինակ է դառնում Դադյանը կարողանում է բացել հանդիպման հաշիվը Շատ գեղեցիկ կոմբինացիա ստացվեց այստեղ անկյունայինից հետո Իսպանիան առաջ է անցել հաշվի մեջ և սա ոգևորություն էր հարված և
Շերը ստացվում հարվածը կլինի հարված դարպասից, Իսպանիան կպած գնդակից հետո ավելի է ոգևորվել և փորձում է մեծացնել իր առավելությունը կենտրոն այլ է Դադյանի ուղղությամբ մի պահ Ազատերոչը մնում է գնդակով Ուրուգվայը բայց այստեղ գերազանց գործեցին պաշտպանությունում իսպանացիները հովակին են փոխանցում խաղընկերոջը չեզոքացնում են վտանգը փոխանցում Դադյանի ուղղությամբ վտանգը որ կարող է ստացվել գեղեցիկ խաղարկում է Դադյանը թողնում են խաղընկերոջը փոխանցում Տուգանային հրապարակը հեռացված է գնդակը Դադյան փոխանցում ճանապարհը գերազանց փակեց այստեղ Ուրուգվայի 4-րդ համարը և եզրային նետում է այստեղ վաստակում Ուրուգվայը արկված է եզրային նետումը կատարմամբ Այժմ եզրային նետում Իսպանիայի կատարմամբ միացված է գնդակը և ևս մեկ եզրային նետում և վերը հաղթանակ է պարգևում Իսպանիայի հավաքականին առաջին տուրում շնորհավորում ենք իհարկե Իսպանիայի հավաքականին իսկ Ուրուգվայի հավաքականին աղթում ենք անոր հաջողություններ